Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանությունն ամեն երեկո, մայիսի 7։ Հիսուսը նրան ասաց. «Վեր կաց, մահիճդ առ և ման եկ»։ Հովհաննես 5:8 խոսք։ Շատերի նման այս հաշմանդամն էլ սպասում էր, թե երբ հրաշք կկատարվի և երբ նշան կտրվի։ Նա հոգնած նայում էր ավազանին, սակայն ոչ մի հրեշտակ չէր գալիս, իսկ եթե նույնիսկ գալիս էր, ապա ոչ նրա համար։ Ինչևէ, մտածելով, որ դա իր միակ հնարավորությունն է, նա շարունակում էր սպասել և չգիտեր, որ իր մոտ կա մեկը, ում խոսքը կարող է անմիջապես բժշկել իրեն։ Շատերն այսօր նույն ծանր վիճակում են։ Նրանք սպասում են ինչ-որ առանձնահատուկ զգացողության, ուշագրավ տպավորության կամ երկնային տեսիլքի։ Ավաղ, նրանք իզուր են սպասում։ Նույնիսկ եթե ընդունենք, որ որոշ դեպքերում ականավոր նշաններ են լինում, այնուամենայնիվ դրանք հազվագյուտ են և ոչ ոք իրավունք չունի ակնկալել, որ դրանք հենց իր դեպքի համար են։ Առավել ևս նրանք, ովքեր այնքան տկար ու անզոր են, որ չեն էլ կարող իրենց նետել ավազանը, թեև այն շարժվի էլ։ Շատ տխուր և ցավալի փաստ է, որ տասնյակ հազարավոր մարդիկ ներկայումս սպասման մեջ են գտնվում և իրենց հույսը դրել են տարբեր տեսակի արարողակարգերի, երդումների և խորհրդավորությունների վրա։ Սակայն նրանք ապարդյուն են սպասում, բոլորովին ապարդյուն։ Այս խեղճ հոգիները մոռացել են իրենց Փրկչի մասին, որը նրանց պատվիրում է իրեն նայել և փրկվել։ Նա կարող է անմիջապես բժշկել նրանց, սակայն նրանք նախընտրում են սպասել հրեշտակի կամ հրաշքի։ Նրան ապավինելը հաստատուն ուղի է ամեն օրհնության հասնելու համար, և նա արժանի է ամենաանվերապահ վստահությանը, սակայն նրանք ավելի նախընտրում են Բեթհեզդայի սառը նախասրահները, քան նրա սիրո ջերմ գիրկը։ Օդետերն իր երեսը փայլեցներ այն բազմության վրա, որոնք այս երեկո այս կարգավիճակում են։ Թող նա ների նրանց իր աստվածային զորությունն անտեսելու համար և իր քաղցր ու համոզիչ ձայնով հրամայի նրանց վեր բարձրանալ իրենց հուսահատության անկողնուց և հավատքի զորությամբ վերցնել իրենց մահիճը ու ման գալ։ Ով Տեր, լսիր մեր աղոթքն այս մարդկանց համար մայրամուտի այս խաղաղ ժամին և մինչ օրը կմթնի, թող նրանք քեզ նայեն ու ապրեն։ Թանկագին բարեկամ, իսկ դու վերցրի՞ր քո բաժինն այս կերակրից։